ջան, ողջույն սիրելիներս, նոր տեսանյութ եմ բացում և պատրաստել եմ ջեռեփուկ, իհարկե չհասցրեցի նկարեմ, մերոնք շատ սոված էին, չէի կարողանում այսպես, բայց անպայման կասեմ ինչեր եմ օգտագործել, հաջորդ անգամ պատրաստելուց անպայման ձեզ հետ կկիսվեմ, տեսեք ոնց է դեռ եռում, հենց նոր, դեռ զգում եք, լսում եք ձայնը ջեռոցի, չի էլ անջատվել, այսպես անուշիկներս կտրեմ դնեմ ափսեի մեջ, անպայման ձեզ հետ կկիսվեմ, հրաշքներս իմ ափսեի մեջ չկարողացա գեղեցիկ դնեմ, ամբողջը փլվեց, ուրեմն մակարոն, հետո վրան բեշամել սոուսով հավի կրծքամիս եմ արել, այսինքն բեշամել չի, մեջը ալյուր չեմ արել, ես չեմ սիրում բեշամել այդ ալյուրով, որ սարքում են, ուղղակի, ինչ են ասում, սլիվկայի հայրենը, հիմա մոռացա, մի խոսքով, սերուցքին խառնում եմ սխտոր, մի քիչ կարմիր քաղցր պղպեղ, աղ, մի քիչ էլ սև պղպեղ, թողնում եմ եփվում է, այսինքն միսը նախապես եփում եմ, հավի միսը նախապես եփում եմ, վրան ավելացնում եմ սերուցք, սխտոր, կարմիր պղպեղ, սև պղպեղ և աղ, մի քիչ եփվելուց հետո ավելացնում առանձին արդեն տապակի մեջ աղացած միսը, նույն նրբաբլիթների բլինչիկի խյուզը, մի փոքրիկ, մոտավորապես մի 300 գրամ մսի չափ, 300 գրամ աղացած միս որ լինի, նույն ձևով էլի անում եմ, բայց այս անգամ վրա լցնում եմ թթվասեր, մի քիչ էլ կարող եք տոմատի հյութ լցնել վրան, լոլիկի հյութ լցնել վրան ու սկսում ենք արդեն հավաքել, ուրեմն տակի շերտը անում ենք մակարոն, հետո հավը սերուցքային սոուսով, նորից մակարոն, բայց ամեն շերտի վրա կարագ եմ դնում, հետո աղացած միսը, նորից վրայից մակարոնը և արդեն հալվող պանիր, վերջ, կարագի հետ իհարկե, կարագը դնում եմ, հետո վրան քերիչով անցկացրած պանիրն եմ լցնում և ստացվում է շատ համեղ ջեռեփուկ, կարող եք փորձել, ժողովուրդ ջան, տեսեք արյունոտ լուսին, այստեղ են ասել արյունոտ լուսին իսկապես, մոմոտ ջան, հեռախոսը չի փոխանցում, լուսինը ամբողջովին նարնջագույն է, մի հատ հլը փոխեմ, տեսնեմ կերևա այդպես, ահա, տեսեք ժողովուրդ ջան, Էրիկը ինձ օգնեց այս հարցում, տեսեք իրականում ինչպիսին է լուսինը, վայ Աստված ջան, ստեղ են ասել Աստված ջան դու խերն անես, բարին անես, ոյ Աստված ջան, ինչ գույն ա տո, այսպես խաղաղ հանգիստ գիշեր բոլորիս սիրելիներս, ժողովուրդ ջան բարի օր, Վահանը դուրս էր եկել, տեսեք ինչ ծիրաններ է բերել, խոշոր, այնքան խոշոր ծիրան է, քաղցր, այս էլ, սա էլ գիտեք ինչ է, սա իտալական Սան Մարցանո լոլիկն է, մի քանի հատ մնացել էր, ասի լվանամ, դնեմ սառնարանում, որ լվացած չի լինում, ոչ մեկ ալարում ենք լվանանք, տենց մնում ա, հիմա որոշել եմ լվանամ, այսպես, ասի լվանում եմ դնեմ սառնարանում, կբացեք, կուտեք, ասեք, որ աշխարհում այսքան համով ծիրան չկա, մեկ էլ Ուզբեկստանի ծիրանն ա շատ համով, Ուզբեկստանում շատ համեղ ծիրան կա, տեսեք ինչ լավն է իսկապես, այսպես դուրս եմ գալու տանից, հիմա սա լվանամ, մի հատ է սուրճ խմեմ, տանից դուրս եմ գալու, առևտուր անեմ կնկարեմ, եթե ստացվի չեմ խոստանում, բայց այնտեղ կնկարեմ, եթե չմոտենան չհարամեն, այսպես անուշիկներս, դե լավ, անցնեմ իմ գործին, որ շուտ գամ, շուտ դուրս գամ, օխ, այս տարի ծիրանի չիր եմ անելու, որովհետև չունեմ, այլևս ոչ սև սալորաչիր ունեմ, ոչ ծիրանի չիր ունեմ, ամբողջը վերջացել է, մի քիչ խակ է, զգում եք, մի փոքր դեռ խակ է, լավ չի հասել, բայց ոչինչ կհասնի, այս տակն էլ կա, տակերը կան կարմիր մի քիչ,
Այսպես հասածները, այսպես անուշիկներս, դե ինձ ձեզ լավ որ, կամաց պատրաստվեմ, որ դուրս գամ։ Ինչ հրաշքներս, ես վերադարձա, նկարելու այդքան շատ բան չկար, կնկարեմ միայն գնումներս, ինչ եմ գնել, տեսնում եք, նռան ծառ, նուռ ենք աճեցնելու, հետո բերք ենք հավաքելու, առաք ենք տարբեր երկրներ, կատակ եմ իհարկե անում, սա վայրի նուռ է, կփորձեմ Վանի հետ շատ մեծ ցանկություն ունեցանք, իհարկե ուրիշ էինք ուզում գնել, ռեհանի նման կապույտ ծաղիկ է, մանուշակագույն մուգ, եզրերը կանաչ, կիմանաք դուք տերևներով ինքը, միայն տերևներ է, դա էինք ուզում, բայց երբ նուռը տեսանք, նուռիկներն էլ վրան, շատ ոգևորվեցինք և որոշեցինք նուռ գնել, ահա, դեռ վրան ունի ծաղիկներ շատ չորեր, չէին ջրել անխիղճները, բերեց Վահանը, ջրեց նոր, ահա, սա մեր նոր տան բնակիչը, մեր նուռը, ահա, սա դնում եմ այստեղ, ինչ ենք գնել, սա կտրոնը, հիմա անցանք գործի, գնել եմ սոխ և համեմ, շատ լավ համեմ էր, սոխն էլ վերջում էին բերել, չկար ամենասկզբից, սա այսպես, վաղը նորից մանղալը գործի ենք դնում, ահա, սա Վահանը իր համար է վերցրել, գարեջրի հետ, մեկ այսպես բաղվում է, հետո վերցրել եմ այսօրվա ընթրիքի համար վերմիշել, Էրիկի սիրած պիլմենիները, միայն սա է ուտում, աթենքի ընտանեկանը, ռուսականն է ուտում, հետո վաղվա խորովածի համար բանջարեղեններից լոլիկը շատ լավ էժանացել էր, 335 դրամ էր դարձել սիրելիներս, ահա, սա այսպես, հետո բանջարեղեններից պղպեղ, վաղվա խորովածի համար էլի արժեքը 1 կիլոգրամի 935 դրամ, ահա, սա այսպես, հիմա որ հասնեմ սմբուկին ցույց կտամ, սա վաղվա խորովածի խոզի միս, այսպես, հետո պարտադիր խորովածի համար սև թոք, ես շատ եմ սիրում սև թոքի խորոված, այնուհետև այսօրվա ընթրիքի համար նրբերշիկ պանրով, գուդա պանրով, բեկոնի, հետո սարդելկաներ եմ գնել, սարդելկաները ես պատրաստում եմ նոր կարտոֆիլի հետ, շոքե խաշում եմ, կարագը դնում եմ, սարդելկան կտրատում եմ վրան, շատ համեղ է լինում, կարող եք սամիտ կամ կանաչ սոխ էլ կտրատեք, շատ համեղ է լինում, շատ արագ, ահա, այսպես, հետո խորովածի համար բնականաբար սմբուկ, ինքան լավ սմբուկ է, չեք պատկերացնի, հələ տեսեք, ինչ լավ սմբուկ է, ահա, և խորովածի համար, բայ Վահան սրա թոքի ջուրը գնացել է, թոքից ջուր է գնացել և կարտոֆիլ, հիմա մի հատ սա մաքրեմ միանամ, ուրեմն թոքի ջուրը չէր, ժողովուրդ ջան, խոզի մսից էր գնացել, միտակ էր տոպրակը, թոքը 2-ի մեջ էր, այնուհետև տնտեսականներից այսպիսի հոտազերծիչ, չգիտեմ սա ինչ է, բայց ինչ-որ սեղմում ես, հոտ է գալիս, չեմ օգտագործել երբևէ, կօգտագործեմ կիմանանք, շատ եմ սիրում ես, դուք գիտեք, սա ինչ է, լիլյան և պիոնը գիտեք, վայ, իմ ամենասիրած ծաղիկն է, այս անգամ գնել եմ մազիներ չկար 8-ի 12-ը, գնել եմ 8-ի 11-ը, բայց սա էլ շատ գեղեցիկ գույն է, տեսեք, 8-ի 11-ը այսպիսի գույն է, 12-ը կներեք, 8-ի 12-ը, մի րոպե տեսնեմ, ես ինչու չի ֆիքսում, ահա, սա էլ 11-ն է, շատ չի տարբերությունը, չգիտեմ ինչու լավ, ահա, հեռախոսս լավ չէր ֆիքսում, ահա, սա այսպես, հետո
մենք ասեցի չէ հարսանիքի օրը շատ գեղեցիկ տարոս էինք ստացել մի րոպե ահա այսպիսի տարոս էինք ստացել տեսեք ծաղկամանի մեջ սոկյուլենտ է եւ վրան գրված է սեր տվեք որ աճի ահա Օֆելիա եւ Վահագն այսպես հիմա այս ծաղկամանը սա բերել ենք այս սոկյուլենտի համար որ դնենք մեջը ինքը աճի, իսկ նրան համար առանձին անպայման կգնեմ։ Սա այս կողմ գնաց, այնուհետև տնտեսականներից հատակը լվանալու համար ես օգտագործում եմ ֆրոշ, մի փոքր այս գլխիկով լցնում եմ ֆրոշը եւ ջուր արդեն, ինչքան ջուր եմ լցնում, ասեմ, մոտավորապես 3 լիտր, 2 լիտր էլի Չէ, մի քիչ շատ եմ լցնում, փոքր դույլով, հա, փոքր դույլ, մի հատ էլ մի քիչ կեսից քիչ, այդպես, հետո, սա գիտեք արդեն զուգարանակոնքի համար է, բայց կոնքի համար չէ, գցում եք այդ ջրամանի մեջ իր, որտեղ ջուրն է հավաքվում, հետո գնել ենք հեղուկ օճառ պրոտեքս, գնել են 12%-անոց օքսի, այստեղ ամանները լվանալու, այսպիսի միքս ենք վերցրել, թափս, այսպիսի, ամանների մեքենայի համար, հա, և խոնավ անձեռոցիկ, անցանք առաջ, Այստեղ գնել ենք, իդեպ մենք սկսել ենք միայն ուտել վրացական պուրի, էլի եմ ասել, միայն վրացական հացն է, որ ուտում ենք, մնացածը մնում է, չորանում է, չենք ուտում, մի հատ հաց, Վահանը այսպիսի վաֆլիներ է վերցրել, 2 հատ սեղճովեր, այսպիսի, հետո գնել եմ իմ սլաբադան, արևածաղիկ և ձիթայուղ միասին և Էրիկիս սիրած մակարոնները, այս անիվները, ինքը սա է սիրում, ահա այսքանն էր այսօրվա մեր առևտուրը, անուշիկներս հիմա ասեմ որքան ենք վճարել, այս ամբողջի համար վճարել ենք, ինչ էլ թանկ է, ես չէի տեսել, ճիշտ ասած, 27,003 դրամ, ես այդ մասերը չեմ տեսնում, բան ասխո դու այդ մասերը չես տեսնում, ահա սիրելիներս բավական, համարյա $100, հա, չէ, $80, հա, 75 դե լավ, դուք ասեք շատ է թե չէ, դրսում ապրողներին եմ հարցը սողում, դուք ասեք այս ամբողջի համար մսեղենով, հանրփերշիկեր, սարդելկայեր եւ այլն տնտեսականով, ծաղիկ, որի իդեպ արժեր 2800 քանի դրամ, ահա, այսպես հիմա տեսնեմ իսկապես ինչ արժեր, այո, 2840 դրամ նուռը, նռան ծաղիկը, ծառը, Ես իմ հեռախոսը ինչու չի ֆիքսում, այսպես, ահա, վերջ անուշիկներս, այստեղ ասում եմ ձեզ առայժմ հետաքրքիր մի բան լինի, անպայման կկիսվեմ, ժողովուրդ ջան, նա տեսեք, ինչ ենք անում, խորովածի օր է, օրը կիրակի, մանգալը վառել ենք, հարցնում էի գոհ եք թե չէ, շատ գոհ ենք, տեսեք, սովորական ածուխով, Վանը ամբողջ բանը փչեց իմ վրա, այս մոծիլները, ամբողջ վրաս մոծիլա, սենց չեն անում, ես համատ մաստեր կլաս ցույց կտամ, ասպես գնում եմ դու արա, լավ միսն էլ դնենք, կնկարեմ, ժողովուրդ ջան մանգալը էլի մոռացա նկարեմ չհասցրի, այսպես եմ նկարում, այս էր մեր մանգալի խորովածը, այս էս լոլիկն էլ դեռ վրանա, կարտոֆիլ էլ կա, ժողովուրդ ջան դալմա եմ եկել Վահանի հետ, ուտելու ոչ մի բան չցանկացանք, բայց այնքան ծարավ եմ, վերցրել եմ գլասե պաղպաղակով և այսպիսի, չգիտեմ ինչ է, բայց մարակուա է, այսինքն passion fruit,
Նույն ինքը մարակույան կամ passion fruit-ը, չգիտեմ ճիշտ եմ ասում անունը, կամ passion fruit, չգիտեմ։ Հիմա կփորձեմ տեսնեմ լավն է, թե ոչ, եւ ձեզ կասեմ։ Տեսնենք, սա ինչ է։ Լավն է։ Մի քիչ քաղցր է։ Չէ, բայց թթվաշություն էլ ունի։ Հա, լավն է։ Նա տես սուրճը փորձեմ ասեմ։ Հա, լավն է, մի քիչ տաք է սուրճը։ Սա թող հալվի։ Սորիսոյի ջելատոն է, իտալական պաղպաղակները։ Այսպես։ Հետաքրքիր մի բան լինի կնկարեմ, մարդ չկա զալմայում, ենքան քիչ են ժողովուրդը, այսպես անուշիկները սառայժը։ Ողջույն սիրելիներս, ողջույն, այսօր եմ ես կորել եմ, մոլորել եմ, անկեղծ ասած մի քիչ խառը գործերի մեջ էի, կասեմ ինչ գործերի մեջ էի, դրա համար էլ չէր ստացվում վերցնել, այսպես մի քիչ նյարդային էի, դարված վիճակ էր, դրա համար էլ չէի կարողանում վերցնել տեսախցիկը հեռախոսը, միացնել տեսախցիկը եւ նկարել, բայց ամեն բան հանդարտվեց, իհարկե չեղավ այնպես ինչպես որ մենք էինք ուզում, բայց այնուամենայնիվ ամեն բան ընթանում է իր հունով։ Ինչն էր պատճառը, մենք այս տարի եւս պետք է մեկնեինք Իտալիա հանգստանալու 2 շաբաթով, բայց չստացվեց, որովհետեւ մեր հրավերները մի քիչ ուշացան, Վահանի ընկերը իր ընտանիքով մեզ հրավիրել էր, ինձ ու Էրիկին, քանի որ Վահանը ունի գիտական հրավերներ, այս տարի էլ ուներ 2 գիտական հրավեր ունի, եւ մեկ գիտական հրավերի մեջ մենք էլ կայինք, երկուսի մեջ մենք էլ կայինք, որպեսզի 2 շաբաթ մնայինք, էլի մեկի մեջ եթե լինեինք, ընդամենը 1 շաբաթ էինք լինելու, երկուսի մեջ էլ կայինք եւ այդ ընտանեկան հրավերն էր, բայց արդեն տևական ժամանակ էր, ես հեռախոսը ձեռքից զանգահարում եմ TLC, որտեղ զբաղվում են թղթերի ընդունմամբ, այսինքն տեսփանատունը այլևս չի զբաղվում նման հարցով, թղթերը հանձնում ենք TLC կազմակերպություն, որը համագործակցում է ուրեմն դեսպանատան հետ, բայց ցավոք սրտի prime time չունեին, այսինքն չկար ազատ ժամանակ, իսկ ազատ ժամանակները օրացույցով, գիտեք, գնում են հիմնականում մեր տուրիստական կազմակերպությունները, որոնք էլ թանկ վաճառում են։ Մեկ անձը 50,000 դրամ, բայց դա էլ չկար։ Եթե լիներ, Վահանը ասում էր ես կվճարեմ եւ կգնանք երեքով, որովհետեւ իրեն շատ դուր է եկել ընտանիքով շրջագայելը։ Մինչ այդ ինքը չէր պատկերացնում, երբ ես պատմում էի, ասում էի Վահան, գիտես, իմ ողջ մանկությունը այդպես է անցել ծնողներիս հետ, պապաս, մամաս, միշտ ներկա ենք, մենք միշտ 4-ով ենք եղել։ Մինչև Վահագի ծնվելը, եղբորս ծնվելը, դե ես բավական մեր մեջ տարիքային տարբերություն կա իմ ու եղբորս, 12 տարի տարբերություն կա։ Այդ 12 տարիների ընթացքում մենք ամեն տարի մեկնում էինք Աբխազիա, մեկնում էինք Մոսկվա, Լենինգրադ, մեզ հետ էին հորաքույրներս, իրենց երեխաները, մի խոսքով ընտանիքներով մեկնում էինք, տատիկենցս կողմներ, մամայիս կողմը, մամայիս քեռին, պապայիս քեռին իր ընտանիքով, մի խոսքով ամեն տարի մենք մեքենայով շրջագայել ենք, եւ այդ ընտանեկան մթնոլորտը շատ ավելի հաճելի է, քան միայնակ գնալը, մինչեւ որ Վահանը ծնողներիցս հետո ինձ տարավ Եգիպտոս եւ հասկացա, որ ընտանիքով մեկնելը դա մի հիանալի բան է։ Անցյալ տարի ես եւս ուզում էի Եգիպտոս, Վահանը ինձ ասաց ոչ մի դեպքում, գնում ենք Իտալիա, գնում ենք կուլտուրական հանգստի։ Չեմ ասում Եգիպտոսը կուլտուրական չէ, բայց բնականաբար Իտալիայի հետ չես կարող համեմատել։ Մենք գնացինք իհարկե Իտալիա, տեսել եք տեսանյութերը հիանալի էր, ես սիրահարված եմ Տրիեստին, նույնիսկ ասում եմ, որ Վահան ես արդեն պատրաստ եմ
ապրել Տրիեստում, եթե իհարկե Աստված կկամենա, դա իմ ցանկությունն է, մնում է Աստված ցանկանա, ես մեծ սիրով կապրեմ Տրիեստում, որպեսզի այնտեղ ունենամ գեղեցիկ ծերություն, որտեղ այնտեղ այնքան գեղեցիկ են ծերանում մարդիկ, դուք չեք պատկերացնի, անհոգ են, բոլորը խնամված են, մարդիկ ամբողջ օրը մտածում են ոչ թե ուտելու մասին, այլ լույսը բացվի, տեղ գտնեն լողափում հանգստանան, պարկեն, իրենց օրն անցկացնեն, զրուցեն, պարտադիր զրուցեն, իսկ երեկոյանը գնան գինե խմության, դա իրենց մոտ ընդունված կարգ է, սիրելիներս, եւ դա այնքան գեղեցիկ է, երբ որ կինը բազում տոպրակներով ծանր մեջքը կքած է տոպրակների տակ, ինչպես Վահանն է ասում, ճիտին պարտքը վզից կախված, չի գնում գալիս, անհոգ է, չի մտածում 40 բանկա պահածով փակելու մասին եւ այլն, կարծում եմ, որ մեր մամաները, մեր տատիկները մի քիչ պիտի ավելի սիրեն իրենց, մի փոքր պիտի ավելի սիրեն, ես դա հասկացա, երբ որ իսկապես մեկնեցի Իտալիա, երբ որ ես տեսա արդեն 80-անց տատիկների, տեսա 70-անց տատիկների ջերմակ ասեղնագործ շորիկներով, տակից լողազգեստով, յուրաքանչյուրը իր ինչ են ասում, լեժանկային ինչ են ասում, այդպես պայուսակներ կան, որոնք բացվում դառնում են, այդ պարկող լեժանկա են դառնում, չգիտեմ հայերեն, գիտեմ այնքան երկար բառ է, հիմա չեմ կարող մտաբերել, մի խոսքով, իրենց պապիկների հետ, ամուսինների հետ թևանցուկ արած կամ հեծանիվներով գնում էին լողափ, դա ինձ այնքան էր գրավել, չեք պատկերացնի, որ ես մտածում էի, բան ես այսքան գեղեցիկ ծերություն չեմ տեսել իմ կյանքում, մերոնք բոլորը տանջված են, մեր ժողովուրդը տանջված է, եւ դրա համար կցանկանամ, որ բացվեն ճանապարհները մի օր Աստծով ու իմ ազգն էլ գնա ու տեսնի, տեսեք, թե պատմությունս ուր ինձ բերեց, ինչքան երկար տևեց, մի խոսքով Վահանը կմեկնի մենակ, 2 շաբաթով կոնֆերանսներին իր, արդեն պոստերները պատրաստել է, որով ինքը պետք է այնտեղ ներկայանա, եւս մեկ հոդված են սկսել գրել, հոդվածները տպագրվում են գիտական ամսագրերում, մի խոսքով իր ղեկավարները այնտեղ են, ընկերներ ում հետ, որ ինքը գրում է այս գիտական աշխատությունները, որոնք տպագրվում են հետո գիտական ամսագրերում, որոնցից օգտվում են նաև այլ գիտնականներ, այդ ում հետ, որ ինքը գրում է, իրենք իտալացիներ են։ Ես կարծեմ հունվարն էր, որ Վահանի ընկերը Անդրեան մեզ հյուրընկալել էր հյուր էր եկել մեզ, չէր հյուրընկալել, մեզ հյուր էր եկել իր մայրիկի, դստեր եւ քեռուտղայի հետ, քեռուտղան իդեպ Հռոմում հիվանդանոցի գլխավոր բժիշկ է աշխատում, շատ համեստ մարդիկ էին, շատ համեստ մարդիկ սիրահարված էին Հայաստանին, իրենց աղջիկ այնքան նման էր հայուհու, այնքան նման Անդրեային ասում եմ, պահելու եմ քո աղջիկան, պահելու եմ ինձ հարսանելը, ծիծաղում էին, ասում եմ, կմնաս այստեղ, ասում եմ, չգիտեմ, ասում եմ, մի քանի օրում ես դեռ չեմ հասցրել, իհարկե ասում եմ, շատ սիրեցի ձեր երկիրը, ձեր ճարտարապետությունը, ամեն բան, բայց ասում եմ, դեռ չեմ հասցրել ինտեգրվել ժողովրդի մեջ, հա ծեսերի, կարգու կանոնի, որովհետև ասեմ, իտալացիներ իրենք էլ մեզ նման շատ ավանդապահ են, իրենք էլ են սիրում ընտանիքներով հավաքվել, սեղանի շուրջ, հատկապես շաբաթի և կիրակի օրերին հավաքվում են հորաքույրներով, մորաքույրներով, տատիկ-պապիկներով, գերդաստանով և միասին ընտրում են, շատ նման են մեզ այդ առումով, մեզ ասում են շատախոս, բայց մենք չենք հասնի իտալացիներին, իտալացիները շատախոսում են բոլորի հետ, անկախ նրանից ճանաչում են, թե ոչ, և հիշում եմ տրանսպորտի մեջ, թե ինչքան դեպքեր եղան, երբ կանայք միջին տարիքի ինձ ասակակից, կանայք մոտենում էին ինձ ու «Buongiorno signora», ես ներողություն էի խնդրում,
որ չգիտեմ, չեմ խոսում իտալերեն, ցավոք, ես իտալացի չեմ, ես հայ եմ, մի խոսքով ծիծաղում էինք, ժպտում էինք իրար, եւ գտնում էին մեկ ուրիշին եւ երկար, շատ երկար, այսպես իսկ երեկոյան ժամերին ամբողջ ավտոբուսի մեջ աղմուկ էր, բոլորը խոսում են, բոլորը անկախ նրանից իրար ճանաչում են, թե չեն ճանաչում, բարձրացավ բոնջորնո սենյոր, բոնջորնո սենյորա եւ խոսում են մի խոսքով շատ հետաքրքիր ժողովուրդ են, որոնց ես շատ սիրեցի։ Ցավոք այս տարի չհաջողվեց, բայց հուսամ մյուս տարի Վահանը նախապես զգուշացրեց, որ հրավերները պետք է մի քիչ ավելի շուտ լինեն, որովհետև մեզ մոտ արդեն պետք է հունվար ամսից գրանցվել, որպեսզի հունիսին հերթը հասնի գործերը հանձնելու, գործը հանձնելուց հետո փաստաթղթերը գնում է դեսպանատուն, դեսպանատունը 2 շաբաթվա ընթացքում է միայն պատասխան տալիս, այսինքն հետ վերադարձնում անձնագրերը կամ վիզայի կնիքով կամ առանց վիզայի կնիքի։ Իհարկե մերը կլիներ, որովհետև մենք նաև գիտական մերը հրավեր էր, մեզ չէին մերժելու վստահաբար։ Այսպես անուշիկներս եւ անդադ այդ լարված վիճակներ, շատ էի ուզում մեկնել, շատ էի ուզում մեկնել, բայց դե չստացվեց, ոչինչ այս տարի էլ այսպես, բայց հաջորդ ամսվա վերջ կա հետաքրքիր առիթ, արդեն որոշված է, արդեն ամրագրված է, օրը, տեղը, անպայման ձեզ հետ իհարկե կնկարեմ, կկիսվեմ, դեռ չեմ ասում ինչ է, ովքեր ինձ հետ են վաղուց գուցե արդեն հասկացան, ովքեր ինձ հետ չեն նոր են միացել կհասկանան այդ օրը սիրելիներս, մի խոսքով, կարծում եմ, որ այսուհետ կհասցնեմ, այդ լարվածությունը մի քիչ թողել է, լարված ինչով էինք լարված, որ անդադ զանգում էինք, ուրեմն տեսեք ժամը 10-ից 11-ն է իրենց զանգահարելու ժամը, անընդհատ հեռախոսը զբաղված է իրենց, անընդհատ զբաղված է, հետո եթե հանկարծ բախտ վիճակվեց, զանգը գնաց, ռոբոտի մի ամբողջ այսպես 20 րոպեանոց ելույթ պիտի լսես, հետո այդ ելույթը ավարտվում է, սկսվում է երաժշտություն, մի 20 րոպե էլ այդ երաժշտությունը պիտի լսես, վերցնում են հեռախոսը, ասում ես բարև ձեզ ներողություն այսօր ունեիք, prime time ասում է դուք ուշացել եք եւ մենք չենք կարող ժամանակից դուրս ձեզ ժամ տրամադրել, սակայն պետք է նշենք, որ այսօր հրաժարումներ չենք ունեցել, այսինքն մեկը պետք է հրաժարվի այդ օրը, որ քեզ ընդունեն, չգիտեմ, դե բնականաբար լինում են հրաժարվողներ, իրենք այդ տեղերը վաճառում են գումարով իրենց ծանոթների մեջ, մի խոսքով անշիկները, սրանք փոքրիկ գաղտնիքներ են, որոնք այլևս գաղտնիք չեն այն մարդկանց համար, ովքեր շրջագայում են, ովքեր գիտեն, ես ինչի մասին որ խոսում եմ, մարդիկ ովքեր շրջագայում են, հիանալի տեղյակ են, ես ինձնից դա չեմ հորինում, մի խոսքով սիրելիներս, հիմա ինչ եմ անում, դուրս եմ գալիս, գնում եմ հորաքրոջս տուն, կանչել է ծիրան են հավաքել, ինձ պետք է ծիրան տա, մի քանի օրից էլ ընկերուհիս կգա, իրենք էլ ունեն ծառեր, ասաց ես էլ ծիրան կբերեմ, այս տարի չիր եմ անելու, որտեվ չիրս վերջացել է, ծիրանի եւ սև սալորի չիր չունեմ, ուզում եմ ասել, այո, սալորա չիրս էլ է վերջացել, անպայման պետք է այս տարի չիր պատրաստեմ, միասին կպատրաստենք, այդ ամբողջ ընթացքը միասին կլինի, ասել խոսելով, ուրախ, զվարթ, անուշիկներս, այսպես, երևի թե այսօր այստեղ ավարտեմ, կտեսնեմ, գուցե եւ չավարտեմ, գնամ ծիրաններս վերցնեմ, ծիրաններներ նկարեմ, կդնեմ սրանից հետո նոր կավարտեմ, հնարավոր է։ Ամեն դեպքում ձեզ մաղթում եմ գեղեցիկ ու բարի օր, ներողություն եմ խնդրում, որ չեմ հասցրել պատասխանել ձեր մեկնաբանություններին, բայց բոլորը կարդացել եմ, հերթով կարդում եմ, անչափ շնորհակալ եմ սիրելիներս, անսահման շնորհակալ եմ ձեր մարդ տեսակի համար։ Գիտեք, կարևորը աշխարհում ոչ թե այո, լավ մասնագետ լինելն է լավ բան է, շատ լավ բան է եւ շատ կարևոր, բայց ամենակարևոր եւ գլխավոր մասնագիտությունը դա մարդն է, մարդ մասնագիտությունը, որ
մարդուց պետք է անբաժան լինի, մարդը պետք է մարդու կրողը լինի, հա, երբ ասում ենք մարդ, դա հենց այնպես չէ։ Այսօր այստեղ ասում եմ, լավ մնացեք, ծաղիկներ, գույներ, սեր, միասնություն, հանդուրժողականություն, սիրենք իրար սիրելիներ, սիրենք, պարզապես սիրենք, առանց վատաբանելու, առանց չարախոսելու, առանց թույնով լցվելու, առանց այն էլ այս աշխարհը այնքան թունավոր է դարձել, եկեք գոնե մենք այն Աստծո տված այն արարչական քաղցրությունը իրար բաժանենք, իրար տանք, սիրում եմ բոլորիդ անչափ ու անչափ, եւ ինչպես միշտ ասում եմ, մնացեք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով։ Տեսեք ինձ ծիրանաբռնել, ժողովուրդ ջան, վայ, տեսնում եք, մի խոսքով, ես էլ ասենց ավտո էր անցնում, ես էլ վարդերը սիրուն,